Հաշտարարությունը որպես նոր մասնագիտացում, գիտելիքից գործնական հմտություններ դասընթացի ծրագիրը կրթական գերատեսչությունը պաշտոնապես երաշխավորել է որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր։ Այն մշակել է հաշտարարների պալատը, երրորդյա դասընթացը ներառում է տեսական ու գործնական պարապմունքներ։ Դա նշանակում է, որ մեր կողմից մշակված ծրագիրը համապատասխանում է պետական չափորոշիչներին, եւ երկրորդ այն մասնակիցները, ովքեր կմասնակցեն այս դասընթացին, կանցնեն այս դասընթացը, հնարավորություն կունենան օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից։ Դասընթացն անցկացվելու է օգոստոսի 25-ից 27-ը։ Կարող է դիմել հաշտարարությամբ հետաքրքրված յուրաքանչյուր 18 տարին դրացած քաղաքացի։ Հաշտարարների պալատի նախագահը հուշում է, միայն թե դասընթացը չշփոթել հաշտարար դառնալու գործընթացի հետ, որը Արդարադատության նախարարության ընթացակարգերով է տեղի ունենում։ Մեր դասընթացը դա հաշտարար դառնալու դասընթաց չէ, սա պարզապես մոդուլային ծրագիր է, դասընթացը լրացուցիչ ծանոթացում հաշտարարության ինստիտուտին եւ դրա ընթացքում կիրառվող գործիքակազմին։ Մոտ արդեն 1700-ից ավել դիմումներ ունենք պարտադիր հաշտարարության գործերով եւ մոտ 5 պահանջագիր դատարաններից, որպեսզի նշանակվի գործերով պարտադիր հաշտարարություն։ 28% գործերով կնքվել են հաշտության համաձայնություններ, իսկ դատարանների բեռնաթափվել է մոտ 50-ից 60%-ով։ Սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունը ցույց տվեց, որ քաղաքացիները շատ հետաքրքրված են ոչ ֆորմալ կրթությամբ մասնագիտական գիտելիքները զարգացնելու, նոր մասնագիտացում կարողություններ ստանալու հարցով։ Սա մեծահասակների կրթությունը խթանելու պետության ծրագրերից մեկն է, իրենց վճարած հարկերից տարեկան 100,000 դրամ վերադարձի հնարավորությամբ, շեշտում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարը։ Դրա շրջանակում պարտադիր պահանջ է, որպեսզի այդ ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, որին կարող են մասնակցել քաղաքացիները եւ գումարի հետ վերադարձի հնարավորություն ունենան, երաշխավորված լինեն նախարարության կողմից։ Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման պահանջը մշտապես եղել է, սակայն տարիներ շարունակ երաշխավորված ծրագրերի թիվը թույլ են տվել հասնել մոտ 100 ծրագրի, իսկ վերջին տարվա ընթացքում, երբ արդեն սոցկրեդիտների շրջանակում վերադարձի հնարավորություն կար, մենք արդեն հատել ենք 1800 ծրագրերի շեմը։ Իդեպ պարտադիր չէ, որ երաշխավորված կրթական ծրագրի հեղինակը իրավաբանական անձ լինի, կարող են լինել նաև ֆիզիկական անձինք։ Ֆիզիկական անձինք եւս հարկ վճարելու հնարավորություն ունեն եւ հետեւաբար նույնիսկ այն քաղաքացիները, որոնք իրենց որևէ կրթական ծրագրեր են իրականացնում, դա կլինի օրինակ արվեստի ուղղությամբ, մենք ունենք գիտարի ուսուցիչներ, դաշնամուրի ուսուցիչներ, որոնք մեծահասակների հետ աշխատում են, ունենք օտար լեզուների դասավանդման, ունենք IT ոլորտում, հետեւաբար այդ բոլոր թե իրավաբանական, թե ֆիզիկական անձինք կարող են ներկայացնել իրենց կողմից իրականացվող ծրագրերի երաշխավորման։ Ծրագրերը անցնում են փորձաքննություն եւ փորձաքննությունից հետո եթե դրական եզրակացություն են ունենում, նախարարի հրամանով երաշխավորվում են։ Այդ բոլոր երաշխավորված ծրագրերը հրապարակվում են մեր կայքի համապատասխան բաժնում եւ իհարկե նաեւ ուղարկվում է մեր կողմից ՊԵԿ, թե ՏՀՏ ոլորտում ենք ստանում, թե գյուղատնտեսության ոլորտում, թե բժշկության ոլորտում։ Նախարարությունը մշակում է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ռեեստրը, ամբողջ աշխատանքն է թվայնացվում, ինչը ըստ փոխնախարարի հնարավորություն կտա դիմող կազմակերպություններին ավելի պարզ ընթացակարգով ներբեռնել ծրագիրը, ուղարկել փորձաքննության։ Որևէ ոլորտով հետաքրքրված քաղաքացին, որ կցանկանա անցնել ոչ ֆորմալ կրթական ծրագիր, կարող է հարթակի միջոցով տեսնել, օրինակ գյուղ ոլորտին վերաբերող ինչ ծրագրեր կան, դիմել վերապատրաստվել։ Իդեպ ըստ պետական եկամուտների կոմիտեի 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում քաղաքացիներին վերադարձրել է 6 միլիարդ դրամ։ Մայա Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։